Սիրելի քույրեր, եղբայրներ, հատվածը որ պիտի ընթերցեմ Մատթեոս 26 47-ից 50 համարներն են։ Դեռ անիկակ խոսեր, երբ Հուդա 12-1-ը եկավ եւ իրեն հետ մեծ բազմություն սուրերով ու բիրերով քահանայապետերեն ու ժողովրդին ծերերեն։ Զանիկա մատնողը անոնց նշան մտվել էր ասելով. Ով որ ես համբուրեմ, անե, բռնեցեք զանիկա։ Եվ շուտմը Հիսուսին մոտենալով ասավ. Ողջույն քեզ, վարդապետ, եւ համբուրեց զանիկա։ Հիսուս ասավ անոր. ընկեր, ինչու համար եկար դուն։ Այն ատեն մոտեցան, ձեռք զարկին Հիսուսին ու բռնեցին զանիկա։ Մատնության գիշեր։ Այդ գիշերն ավելի խավար էր ու տարբերվող էր իր մռայլությամբ եւ թմրեցնող թանձր մշուշով, քան որևէ այլ սովորական գիշեր։ Նա կարծես մենակ չէր, սակայն միայնակ էր։ Նա միայնակ էր իր մտքերի ու մտատանջումների մեջ։ Նա միայնակ էր իր աղոթքների մեջ։ Մահաբեր խավարից հանկարծ նշմարվում է մոտեցող մի բազմություն, որոնք զինված էին։ Բազմության միջից մի ծանոթ դեմք մոտենալով նրան, ծանոթ մի ձայնով ասում է. Ողջույն քեզ, վարդապետ։ Ողջույն, որ ննչեց մթության խավարից։ Խավար, ուր կարծես փորձում ես թաքնվել ամենատեսի աչքերից։ Երբ ինքնամոռաց տրվում ենք հարստանալու պատրանքին եւ մեր ընկերոջը օգտագործում որպես մի ցածրադիր աստիճանի, որպեսի փոքր-ինչ մոտենանք մեր անհոգ ապագայի, դա նույնն է, թե մթության խավարից ասել ողջույն քեզ վարդապետ։ Երբ մարմնավոր գիրքը, որին մենք տրվում ենք, շատ հաճախ օգտագործում ենք երիտասարդ կյանքեր խեղաթյուրելու, դառնացնելու եւ քայքայելու համար, դա նույնն է, թե մթության խավարից ասել ողջույն քեզ վարդապետ։ Երբ մեր եղբոր կամ քրոջ կարիքին անտարբեր ենք, լինի հոգևոր թե նյութական, անհաղորդ ենք, մտահոգ չենք, ցավակից չենք եւ անտեղյակ ենք, դա նույնն է, թե մթության խավարից ասել ողջույն քեզ վարդապետ։ Հոգու տառապանքը սկսվում է մատնությունից, որից եւ բխում է մարմնավոր ցավերը։ Հոգիդ տառապում է, երբ քեզ մատնում են միայնության ձեռքը, քո իսկ մտերիմները, ծնողները, զավակները, քո եղբայրները կամ քույրերը նույնիսկ կողակիցդ։ Հոգիդ ցավից գալարվում է, երբ քեզ մատնում են ապերախտության եւ անշնորհակալ վերաբերմունքի դահճին։ Քեզ մատնողները սովորաբար լինում են նրանք, ում վստահել ես կյանքիդ տանկագին ժամանակները, ում սիրել ես անմնացորդ, ում ներել ես 70 անգամ 7։ Քեզ մատնողները որպես կանոն լինում են նրանք, որոնց կողքին ես եղել իրենց հիվանդության ժամանակ, մասնակից ես եղել իրենց ուրախությանը, միասին հաց եք կիսել եւ միասին ժամանակ առ ժամանակ արտասվել, կիսել միմյանց ցավերը։ Ասացեք խնդրեմ, ինչպիսի խոշտանգված մարմնի ցավ կարող է ավելի ցավ ու տառապանք պատճառել, քան մատնված հոգու տառապանքը, որի ցավերն աննկարագրելի են։ Հուդան մատնեց Հիսուսին, այսպես ասելով մենք ավելի լավ ենք պատասխանվում ուրիշի մեղքերի ետևում, թաքցնելով սեփական մեղքերը մարդկային քննադատող աչքերից։ Միթե մենք չենք մատնել Հիսուսին անշնորհակալ ապերախտ վերաբերմունքի ձեռքը։ Եվ միթե մենք չենք մատնել Հիսուսին միայնության ձեռքը ուրանալով եւ փախչելով շատ անգամներ։ Միթե մենք չենք մատնել Հիսուսին դավաճանության ձեռքը տրվելով մեղքերի բազմության բազմաբնույթ կուրքերին։ Այսօր եթե ուշադիր նայենք խաչյալ Հիսուսին, մենք անպայման կտեսնենք մեր ձեռագիրը եւ այս հանցանքի մեղավորների ցանկին կավելացնենք նաեւ մեր անունը։ Եկեք սրա շուրջ մտածենք։ Տեր օրհնի ձեզ։ Oh
Եվ հացն առավ, գոհացավ, կտրեց եւ նրանց տվեց եւ ասաց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է, այս արեք իմ հիշատակի համար։ Այս հիշարժան օրվա առիթով, քանի որ այսօր մատնության գիշերը Տեր Հիսուս Քրիստոսի ձերբակալությունը եւ իր աշակերտների հետ ընթրիք արեց, զատիկը նշեց։ Շատ հիանալի, շատ հատկանշական, շատ ճշմարիտ, շատ տիպիկ էր այսօրվա խորհուրդը, կարդացված տեքստը, խորհրդակցության նյութը, որ Տարոն եղբայրը բերեց Ղուկասի ավետարան 23-րդ գլուխ 48 խոսքում ավետարանիչը գրում է, որ Հուդան մոտեցավ եւ համբուրեց Հիսուսին եւ նախապես ասել էր, որ ում որ համբուրեմ նա է Հիսուսը, նրան բռնեցեք։ Սա նշան էր։ Եվ Տերը ասաց. համբույրով ես մատնում մարդու որդուն։ Համբույրով ես մատնում մարդու որդուն։ Սա նշան էր զինվորներին, թե նրանցից ով է Հիսուսը։ Արագած գրքի մեջ Սողոմոն իմաստունը գրում է Արագած 27-րդ գլուխ 6 համար։ Թշնամու համբույրները խաբեություն են։ Մեր օրերում էլ այդպես է, կեղծավորությունն ու խաբկանքը սիրելիներ իր գագաթնակետին է հասել։ Աշխարհիս մեջ մարդիկ սիրո դիմակով են մոտենում, բայց ներքուստ ուրացողներ են, ներքուստ մատնիչներ են։
երբ աշխարհը մտադրվում է քրիստոնյաներին հարված հասցնել, աշխարհը քրիստոնյաներին, ապա այն անում է բարյացակամության, այսինքն սիրո դիմակով, սիրո համբյուրով, քաղցր խոսքերով, ես քեզ սիրում եմ ասելով, ուստի զգուշացեք, մենք սիրելիներ որպես լույսի որդիներ ավելի իմաստուն պետք է լինենք, հիշենք Տիրոջ խոսքը, որ ասաց, օձերի պես խորագետ եղեք, որպեսզի զանազանենք, ավելի զգոն եւ ավելի իմաստուն։ Ուրեմն ընթերցենք Հովանու ավետարանից 18-րդ գլուխը, առաջին 9 համարները, Հովանու 18, առաջին 9 համարները միասին կարդանք։ Հիսուսն այս բաներն ասելուց հետո իր աշակերտների հետ դուրս գնաց Կեդրոն հեղեղատի մյուս կողմը, որտեղ մի պարտեզ կար, ուր մտանիքն ու իր աշակերտները, եւ Հուդան, որ նրան մատնելու էր, նույնպես գիտեր այդ տեղը, որովհետեւ Հիսուսը եւ իր աշակերտները շատ անգամ այնտեղ էին հավաքվել։ Հուդան ապա գլխավոր քահանաներից ու փարիսեցիներից զինվորների գունդ ու սպասավորներ առնելով այնտեղ եկավ լապտերներով, ջահերով եւ զենքերով։ Հիսուսը սակայն իմանալով բոլոր բաները, որ պիտի գան իր վրա, առաջ գնաց ու ասաց նրանց. «Ում եք դուք փնտրում»։ Պատասխանեցին նրան. «Հիսուս Նազովրեցուն»։ Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ»։ Հուդան էր, որ նրան պիտի մատներ, կանգնած էր նրանց հետ։ Հենց որ ասաց նրանց. «Ես եմ», նրանք ետ գնացին եւ գետին ընկան, ապա դարձյալ հարցրեց նրանց. «Ում եք դուք փնտրում»։ Եվ նրանք ասացին. «Հիսուս Նազովրեցուն»։ Հիսուսը պատասխանեց. «Ձեզ ասացի, թե ես եմ, արդ եթե ինձ եք ուզում, թողեք նրանց, որ գնան, որ կատարվի այն խոսքը, որ նա ասել էր, թե նրանցից, որոնց դու ինձ տվեցիր, ոչ մեկին ես չկորցրի»։ Տերորդն իր խոսքը։ Դարձյալ մեր ընթերցված համարը այս օրվա մեջ էր, մատնության գիշերը, պարտեզի մեջ էր։ Քահանապետի ծառաները եւ զինվորները եկան Հիսուսին ձերբակալելու մատնիչ Հուդայի հետ միասին։ Մինչ իրեն ձերբակալելը Հիսուսը հարցրեց նրանց. «Ում եք դուք փնտրում, ինչ եք ուզում»։ Նրանք էլ ասացին Հիսուս Նազովրեցուն, եւ երբ որ ասաց «Ես եմ», քահանապետի ծառաները եւ զինվորները ետ գնացին եւ ընկան։ Եվ այսպես երկու անգամ ասաց «Ես եմ»։ Խոսքը լսելուն պես նրանք ետ գնացին ընկան, որովհետև այս անվան մեջ սիրելիներ զորություն կա, որովհետև սա Աստծո անունն է։ Ես եմ, որեն ամենակալ Տերը, որովհետև այս անվան մեջ հեղինակություն կա, իշխանություն կա։ Ես եմ, որեն ուժ կա այս անվան մեջ։ Սա վախնալիք բան է, կենդանի Աստծո առաջ կանգնելը։ Սակայն Տերը իր առջև դրված առաքելությունը պիտի կատարեր եւ ոչ թե մարդկանց սպառեր։ Եկել էր մեռնելու, ոչ թե մեռցնելու։ Եկել էր զոհաբերվելու, իր կյանքը խաչի մահին տալու։ Եվ ասաց, եթե ինձ եք ուզում, թողեք, որ նրանք գնան։ Ես ուզում եմ այս համարի վրա կանգ առնեք եւ մի քիչ մտածեք։ Թույլ տվեք, որ նրանք գնան, կամ թողեք, որ նրանք գնան։ Ովքեր գնան։ Իր աշակերտները, իր բարեկամները։ Իմինները թողեք, որ գնան։ Ես եկա, որ ինձ բռնեք։ Ես այս բանի համար եմ եկել, այս նպատակի համար եմ այստեղ։ Եվ հիշում եք, մի ուրիշ տեղ էլ ասաց, ես չեմ կարող միթե աղաչել հորը, որ հրեշտակների 12 գունդ գա եւ ինձ օգնի, եւ այստեղ բոլորին կսպառեր։ Բայց Տերը եկավ իր կյանքը զոհաբերելու համար։ Եվ ասաց, թույլ տվեք, որ նրանք գնան։ Որքան նվիրում ենք տեսնում այստեղ, որքան սեր, որքան կարեկցանք, որքան բարեկամական սեր սիրելիներ, զոհաբերություն իրենների համար, թույլ տվեք, թող գնան։ Չասած, ինձ բռնում եք, նրանց էլ բռնեք, որովհետև նրանք էլ ինձ հետ էին, այս 3.5 տարիները ինձ հետ էին, իմ աշակերտներն են, նրանց էլ բռնեք, ինչու մենակ ինձի։ Ոչ, թողեք նրանց ասած։ Թույլ տվեք, որ նրանք գնան։ Նրանց մի ձերբակալեք, ձեզ ես եմ պետք, ահա ես։ Սա բարի հովիվի խոսք էր, որքան հոգատարություն ենք տեսնում այս ձայնի մեջ, սիրելիներ, որ խնամում է հոտը, որ պաշտպանում է հոտը, որ երբեք չի լքում փորձության ժամին, որ իր կյանքն է դնում իր ոչխարների համար, որովհետև գոյություն ունի մեկ բարի հովիվ,
Տեր Հիսուս ասաց. ես եմ բարի հովիվը։ Երկրորդը չկա։ Որովհետև միայն ինքը իր կյանքը զոհաբերեց իր ոչխարների համար։ Ինքը իր կյանքը դնում է իր ոչխարների համար։ Գողգոթայի գառնուկը նա է։ Թողեք նրանց, որ գնան, քանի որ ձեր փնտրածը ես եմ։ Հիշում եք, երբ որ Եգիպտոսի երկրի մեջ Իսրայելի ժողովուրդը չարչարվում էր եգիպտական ծառայության լուծի տակ, գերության մեջ, եւ նրանց աղաղակը, աղերսանքը երկինք հասավ, Աստված լսեց եւ որոշեց փրկել նրանց եգիպտական ծառայության լուծից։ Աստված Մովսեսին կանչեց, մի խոնարհ մարդու, ավելի ստույգ մի հեզ մարդու, որովհետև գրված է, որ Մովսեսի նման հեզ մարդ չկար երկրի վրա։ Երբ որ կանչեց, այրվող մորենու միջից Աստված խոսեց իր հետ։ Եվ ասաց պետք է գնաս եւ կարգադրես նրան, որ պետք է խոսես Փարավոնի հետ, եւ Մովսեսը ասաց, բայց գնամ ինչ ասեմ, ինձ ով է ուղարկել։ Ինձ ով է ուղարկել։ Ասաց կասես Եսեմն է ուղարկել։ Նույն Եսեմը այս ձայնի մեջ, այն ժամանակ Տիրոջ ձայնի մեջ կար իշխանության ձայն, կար կոչ, կար շեշտադրում, կար հրաման։ Կասես Եսեմն է ուղարկել, Ելից 3-րդ գլխում կարող ենք տեսնել։ Եվ այստեղ ասում է. Թույլ տվեք, որ նրանք գնան։ Այնտեղ էլ ասաց, որ կգնաս Փարավոնին կասես, թույլ տուր, որ իմ ժողովուրդը դուրս գա։ Թող տուր, որ իմ ժողովուրդը Եգիպտոսից դուրս գա անապատի մեջ Տիրոջը պաշտի, Եհովային պաշտի։ Փարավոնին ակասես, որ Աստված է ինձ ուղարկել, Եսեմն է ուղարկել, որպեսզի իմ ժողովրդին թույլ տաս գնան, թող տաս գնան, եւ նույնը կարծես Գեթսեմանի պարտեզում է, թողեք նրանք, որ գնան։ Ահավասիկ ես, արձակիր իմ ժողովրդին, թույլ տուր, արձակիր, թող նրանք գնան։ Մի քանի անգամ այս արտահայտությունն ենք լսում Աստծուց Մովսեսի հետ խոսելու ժամանակ, որպեսզի Փարավոնին այս խոսքերը փոխանցի։ Եվ հիմա նույն Տերը Եսեմը քահանապետի ծառաներին եւ զինվորներին ասաց. թողեք, որ նրանք գնան, այսինքն ազատ թողեք նրանց, թույլ տվեք, որ գնան նրանք, քանի որ ձեր փնտրածը ես եմ։ Եգիպտական ծառայության լուծից ազատելու համար Տիրոջ ձայնում ասացինք իշխանության ձայն կա, շեշտ կա, որպեսզի բաց թողնի Իսրայելի որդիներին, իր անունով կոչված ժողովրդին, քանի որ նրանց համար փրկագին է տրված, եւ կգա ժամանակ, երբ մեռելները կլսեն նրա ձայնը, գրված է, եւ դուրս կգան գերեզմաններից, ինչպես Ղազարոսը, որ 4 օրվա մեռած էր, երբ որ Տերը կանգնեց գերեզմանատան մոտ եւ ասաց. Ղազարոս, դուրս արի։ Եվ Ղազարոսը դուրս եկավ։ Մեռելները չեն կարող չհնազանդվեն, սիրելիներ։ Եվ ասաց. արձակեք նրա կապերը։ Երբ որ Տերը կանչում է, նաեւ հրամայում է, որպեսզի ազատ արձակվի կանչվածը։ Տարբեր կապանքներից, տարբեր սովորություններից, սատանայի կապանքներից, բռնվածություններից ազատ արձակեք նրանք։ Թող կապված չլինի այլևս, քանի որ նա մահից կյանքի է անցել, գերեզմանից դուրս է եկել, խավարից դեպի լույսի է անցել։ Եվ հիմա Գեթսեմանիում կյանքի իշխանն է խոսում, ասելով բաց թողեք նրանց։ Գեթսեմանի պարտեզում, սիրելիներ, Տեր Հիսուսը պայքարի մեջ էր։ Կռիվ կար այնտեղ, անտեսանելի պայքար էր, մենք չենք տեսնում, բայց կռիվը ակնհայտ էր։ Նա պայքարում էր եւ ի վերջո հաղթեց հակառակորդին, սակայն առաջին հայացքից սա դժվար թե հաղթանակ երևար կամ հաջողություն համարվեր, քանի որ նրան բռնեցին, նրան ծեծեցին, ծաղրեցին, թքեցին նրա երեսի վրա։ Ի վերջո խաչի մահով սպանեցին։ Ինչ հաղթանակի մասին է խոսքը։ Սակայն սա առաջին մասն էր այս հաղթական պայքարի, այս ծրագրի մեսսիական։ Առաջին մասում ինքը իր կյանքը զոհաբերեց։ Բայց կարևորը վերջն է, սիրելիներ, կարևորը վերջն է, թե ինչ ավարտ կունենա, որտեղ Տերը երրորդ օրը փառքով հարություն առավ մեռելներից, բայց մինչ այդ նա կռիվ էր տալիս, պայքարի մեջ էր, իր քրտինքը այրան կաթիլների պես թափվում էր քարի վրա գրված է, Գեթսեմանիում։ Այսօր խոսում ենք նրա պայքարների մասին, չարչարանքների մասին, որ շարունակվեց մինչև Գողգոթա։
Այս պարտեզը նաև ինձ հիշեցնում է առաջին պարտեզը, Էդեմական պարտեզը։ Այս պարտեզը ինձ հիշեցնում է առաջին մարդկանց, Ադամին եւ Եվային։ Այնտեղ էլ պայքար եղավ, այնտեղ էլ կռիվ եղավ, փորձություն եղավ, բայց պայքարը դեռ նոր էր սկսվելու, մարդիկ պարտվեցին, առաջին մարդիկ ձախողվեցին, սիրելիներ, եւ մարդիկ մերկացան, կարծես առաջին մարդու գլխից սատանային հաջողվեց խլել իշխանական թագը եւ նրանց մերկությունը հայտնի դարձավ եւ որ Ադամի գլխին էր այս թագը, բայց սատանան խլեց այն։ Բայց տեսնում ենք երկրորդին, երկրորդ մարդուն Հիսուսին, ով եկավ փրկելու ընկած եւ ստրկացած սերունդին։ Հիսուս մարդը հաղթեց, այսինքն երկրորդ Ադամը հաղթանակ տարավ։ Նա մեր փոխարեն կրեց ամոթը, պատիժը, չարչարվեց եւ մահ ճաշակեց, որպեսզի մեզ իր փրկյալներին արդարության հանդերձները հագցնի, մեր մերկությունը ծածկի եւ փառքով փառավորի։ Նա մեզ համար կրեց փշեղեն պսակ, որպեսզի մեզ ամեն բան կորցրածներից թագադրի կյանքի անթարամ պսակով։ Իր գլխից արյուն հոսեց փշե պսակի պատճառով, որպեսզի մեզ անթարամ պսակ տնի մեր գլխներին եւ փառավորի մեզ։ Մեր զատիկը, այսօր շատերը ասում են այսօր զատիկ է, կամ զատիկը նշում են հարության օրը, բայց իրականության մեջ այսօր է զատիկը։ Ըստ Աստվածաշնչյան տոնացույցի կամ օրացույցի այսօր հիշարժան է որպես զատիկը։ Այսօր Տեր Հիսուսը զատիկը նշեց իր աշակերտների հետ։ Եվ մենք էլ այսօր այդ ավանդույթը պահում ենք, համաձայն Աստվածաշնչի։ Ուրեմն զատիկը սիրելիներ, որ ասում ենք, այն որևէ կապ չունի ներկաս ձվերի հետ։ Զատիկը կապ չունի նապաստակների հետ։ Զատիկը կապ ունի մեռնող փրկչի հետ։ Հիսուս Քրիստոսն է մեր զատիկը։ Առաջին Կորինթացիներին նամակի մեջ այդպես են կարդում, առաջին Կորինթացիս եւ 5-րդ գլուխ 6-ից 8 համարները եկեք միասին կարդանք։ Մեկ համար չէ, բայց մի երկու համար ընթերցենք։ Առաջին Կորինթացիներ 5-րդ գլուխ 6-ից 8 համարներ։ Ձեր պարծենալը լավ չի։ Չգիտեք, որ թթխմորի մի փոքրիկ կտորը խմորում է ամբողջ զանգվածը։ Դրա համար դուրս նետեք հին խմորը, որ նոր զանգված լինեք առանց թթխմորի, քանզի Քրիստոսը մեր զատիկը մեզ համար զոհվեց։ Ուրիշ թարգմանության մեջ կա մորթվեց։ Քրիստոսն է մեր զատիկը, որ մորթվեց մեզ համար։ Ուրեմն եկեք տոնը կատարենք ոչ թե հին խմորով, ոչ էլ չարության եւ անզգամության խմորով, այլ անկեղծության եւ ճշմարտության անխմոր հացով, այսինքն առանց թթխմորի, այսինքն առանց կեղծավորության, առանց մեղքի, առանց հին բնության, այլ նոր զանգված ենք մենք Քրիստոսի մեջ։ Տոնը կատարենք նոր խմորով, որովհետեւ Քրիստոս մեր զատիկը զոհվեց մեզ համար։ Ուրեմն քննենք մեր անձերը, որպես նոր զանգվածներ, նոր մարդիկ Քրիստոսի մեջ, որովհետև եթե մեկը Քրիստոսի մեջ է գրում է առաքյալը 2 Կորինթացիներին 5-րդ գլուխ 17 համարի մեջ, նա նոր ստեղծագործություն է, հներն անցան եւ ահա ամեն բան նոր եղավ։ Ես արդյոք անկեղծ եմ, թե հուդա եմ։ Լավ էր տարոն եղբայր։ Արդյոք ես անկեղծ եմ, երբ մոտենում եմ հաղորդության սեղանին, երբ ընկերոջս դեմ ատելություն ունեմ, չարախոսում եմ նրա համար, բամբասում եմ նրա հետևից, ուրեմն ես հուդա եմ։ Եթե աշխարհում ապրում եմ ինչպես անհավատներ, ուրեմն ես հուդա եմ, սիրելիներ։ Ես իմ վրա իմ օրինակը բերում։ Եթե աշխարհում ապրում եմ ինչպես մեղավորները, ուրեմն ես հուդա եմ։ Եթե ուրանում եմ եւ վախենում եմ դավանել Հիսուսի անունը, ապա ես հուդա եմ։ Եթե հավատի հարցում ես հետևողական չեմ, այսինքն լուրջ չեմ վերաբերվում հավատքի կյանքին, ապա ես դարձյալ հուդա եմ։ Թույլ տանք սիրելիներ, որ Սուրբ Հոգին գործի մեզանում։ Մենք կատարյալ չենք, բայց պետք է ձգտենք կատարելության, սրբագործման։ Ամեն մեկս էլ ունենք տկարություն, թերություններ։ Բայց Սուրբ Հոգին մեզ խոսում է այսօր, որ վեր առնվի այդ ամենը, որովհետև գոյություն ունի կարևոր մի միջոց։ Աստծո խոսքն է սովորեցնում, որ խոստովանեցեք գրված է իրար։
խոստովանեցեք։ Դատարկեցեք այդ բեռը ձեր ուսերից։ Մի շալկեք ձեր հետ։ Խոստովանեցեք։ Նախ եւ առաջ Տիրոջ առաջ խոստովանեցեք։ Կամ եթե որևէ մեկին նեղացրել ես, խոստովանեցեք։ Ես պարտավոր եմ սա ասել ինձ եւ բոլորիս։ Որպեսզի ոչ թե դատապարտության հացը եւ գինին վերցնենք, այլ օրհնությունը վայելենք։ Որովհետև ես Տիրոջ արդարությամբ եմ զգեստավորված։ Ես Տիրոջ խոսքով եւ հոգով եմ սրբված։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսի հարությամբ եմ հարություն առած, կենթանացած, ուստի պետք է աղոթենք ասելով, ով Տեր ապրեցրու ինձ քո խոսքով, քո հոգիով, որովհետև առանց քեզ ես չեմ կարող ապրել։ Օրեր հետո, երրորդ օրը պետք է հիշատակենք, տոնակատարենք Տեր Հիսուս Քրիստոսի հարությունը, հարության տոնակատարությունը։ Եվ մենք այսօր հարության որդիներն ենք, սիրելիներ։ Հարության որդիներն են, Աստծո փրկյալներն են, որ իրավունք ունեն կամ մոտենալու այս սեղանին, որպես որդիներ Աստծո։ Որովհետև Տեր Հիսուսի մահը իմ ապրելուս համար էր, նրա չարչարանքները իմ ազատության համար էր, նրա վերքերը իմ բժշկության համար են, եւ վերջապես նրա հարությունը իմ արդարության համար է։ Ասած այս արեք իմ հիշատակի համար Տերը։ Մենք որովհետև մոռացկոտ ենք։ Բայց խնդրենք, որ Սուրբ Հոգին մեզ հիշեցնի եւ սնվենք Աստծո խոսքով։ Ազդվենք Աստվածաշունչից։ Սիրելիներ, մարդը հակում ունի ազդվելու։ Ես հակում ունեմ ազդվելու։ Եվ ամեն մարդ հակում ունի ազդվելու եւ ազդեցության տակ ընկնելու։ Հարց է, ինչից ենք ազդվում։ Ես եթե Աստվածաշունչից ազդվեմ, սա իմ համար բարի է։ Դու եթե Աստվածաշունչից ազդվես, դու երանելի ես, բարի է սա քո համար։ Մենք երանի ազդվենք Աստվածաշունչից։ Սա նշանակում է Աստծուց, Աստծո Սուրբ Հոգուց։ Աստվածաշունչը թող մեր վրա մեծ ազդեցություն թողնի, սիրելիներ, որովհետև Աստվածաշունչով ենք մենք մաքրվում, սրբագործվում, որովհետև սա իր խոսքն է։ Հովանու 15:3 Տեր Հիսուսը ասաց իր աշակերտներին. դուք մաքուր եք այն խոսքով, որ ես ձեզ խոսեցի։ Ինչքան էլ գնաս լողանաս, ինչքան էլ մերոնով օծվես, ինչքան էլ ինչ ուզում ես արա, բարեգործություն հանես, բայց Աստծո խոսքն է մաքրագործման միջոցը։ Աստծո հոգին է այդ ակնու աղբյուրը, որ մեզ սրբում մաքրում է։ Ասած այս արեք իմ հիշատակի համար, մենք մոռացկոտ ենք, բայց խնդրենք, որ Տերը մեզ հիշեցնի։ Որպեսզի միշտ հիշենք, քանի որ կյանքի զբաղումները, նյութականի ետևից գնալը, մարմնական հաճույքները, մոռացկոտության մոլախոտի նման խեղդում են մեր հիշողությունների շուշանները։ Ինչպես թունավոր մոլախոտը հովտի շուշանին է խեղդում դաշտերի մեջ։ Եկեք նրան գանք եւ մեր սրտի շուրջ բոլորը զարդարենք երկնային անմոռուկներով, որպեսզի չմոռանանք։ Քույրեր, եղբայրներ, իրար հետ հաղորդակցվելով, մեկս մեկին քաջալերելով, բարձրացնելով, մենք գիտեք ամեն մեկս կարիքն ունենք, լավ խոսք կա, որ մենք ասում ենք, չգիտեմ ինչեր են, քյոմակ լինենք իրար, օգնենք իրար, կողքի կանգնենք, իրար ուժ տանք, դիգունք լինենք, ոչ թե բռնենք, քաշենք ոտքերից, երբեք, պետք է իրար բարձրացնողներ լինենք, սիրելիներ, իրար համար աղոթողներ լինենք։ Անձնական հարաբերությունները շատ կարևոր են։ Եկեք նրան գնանք եւ մեր շուրջ բոլորը զարդարենք երկնային անմոռուկներով մեր սիրելի Փրկչի համար եւ այդ ժամանակ ինչ էլ մոռանանք, Հիսուսին երբեք չենք մոռանա։ Ես ուզում եմ, որ Հիսուսին հիշենք։ Այս սեղանը հիշատակի սեղան է։ Եվ միջև սեղանին մոտենալը կուզենամ մեկ երգ երգենք գոհարքույր, որից հետո հաղորդության սեղանին կմոտենանք։